Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է եղել, որ ինչպես ենք մենք թևակողել ջրհոսի տարաշրջանը եւ արդյոք մենք մեզ համար այդ նոր ժամանակը հենց այդ է, հենց ջրհոսի տարաշրջանն է, թե ավելի վաղ է սկսվել։ Ուրեմն պատճառաբանական դպրոցի ուսումնասիրողները եւ բոլոր գիտահետազոտական, էզոտերիկական կոնցեպցիաների հետազոտությունները ցույց են տվել, որ նոր ժամանակները սկսվել է այն պահից, երբ որ 7 հերց հաճախականության հետ մեկտեղ մի փոքր կես հերցով 7-8 է դարձել, 7-8 հերց հասնելուց հետո հենց նոր ժամանակը սկսվել է հենց այդտեղից։ Եվ այդ ժամանակը համարվում է 1992 թվականի հունվարի 5-ը։ Այսինքն նոր ժամանակները չեն ստեղծել ջրհոսի տարաշրջանից, նոր ժամանակները սկսվել են 92 թվականի հունվարի 5-ից։ Եվ սա հենց տեղի է ունեցել լույսի խավարման օրը, եւ որտեղ փոփոխությունը միանգամից սկսվել է ժամանակի վրա, ժամանակի հատկությունների փոփոխման հետ կապված։ Սա հենց կարելի ասել, որ սկիզբն է եղել նոր ժամանակների եւ այս փոփոխությունները կամած մինչեւ մեր օրը հասնելով մինչեւ 35 հերցածախ հաճախականության են դարձրել երկրի վիբրացիաները եւ դրա հետևանքով առաջացրել են շատ տոտալ մակարդակով շատ էմոցիոնալ փոփոխություններ եւ դիեզերական օրենքների եւ էներգետիկ օրենքների լուրջ փոփոխություններ են առաջացրել։ Ժամանակի փոփոխությունը իր հետ բերել է շատ մեծ փոփոխություններ եւ միանգամից զարգացման վեկտորը փոխվել է եւ մոտավորապես 28-29 տարի է մենք աշխատում ենք արդեն այդտեղ։ Բանը նրանում է, որ այստեղ եթե հնում ոգին մատերիա էր մտնում, ապա այս օրվանից սկսված արդեն մատերիան է մտնում ոգի, այսինքն ոգու մեջ, այսինքն կարելի ասել, որ մատերիան հոգի է ստանում։ Եվ մենք դեռ չենք հասցրել անցնել այդ հինը, ապա բայց սկսվել է։ Շատ դեպքում մենք անկախ մեզանից գիտենք, թե չգիտենք, ժամանակը սկսվում է։ Պետք է ասել, որ մենք արդեն գտնվում ենք նոր ժամանակի մեջ, բայց շատ կան մարդիկ, ովքեր դեռևս լռվել են անցյալում եւ դեռևս չեն անցել այդ հորիզոնը։ Եվ այս վիբրացիաները դեռևս շարունակում են բարձրանալ եւ ժամանակը փոխվում է, այս պուլսացիայի, երկրի պուլսացիայի փոփոխությունները ամեն վայրկյան ավելանում են։ Եվ մինչև դրանից հետո հիմնականում այստեղ շատ էներգիաներ են թեթևացել, ժամանակը իր թեթևանալու հետ մեկտեղ արդեն դարել է ավելի թեթև եւ ավելի արագացված, եւ եթե մենք ասում ենք ժամանակը կբուժի, ապա այս գաղափարը արդեն վերացված է։ Ժամանակը այնքան կարճ է, որ ժամանակը կարող է կամ կարճ ժամանակում բուժվի, եւ սա հենց քվանտային ցածկի մասին է խոսքը, կբուժի եւ հաջորդ этаպը, հաջորդ փոփոխությունը հենց գալիս է այն վիբրացիաները, որը ըստ փորի, համաձայն փորի, այնքան է բարձրացել երկրի վիբրացիոն մակարդակը, որ ցածր մակարդակի էմոցիոնալ էներգիաները արդեն դուրս են մնում եւ դուրս են գալիս ապրոմակցման սֆերայի, մարդու ապրոմակցման սֆերայի ոլորտից։ Դա հենց առաջինը հենց զոհի էներգիաներն են։ Դա հենց զոհի էներգիաների վերացումը հենց սկսվել է 1992 թվականի նոյեմբերի 19-ին, երբ այս էներգիան իր վիբրացիոն հաճախականությամբ արդեն վերացել է, այսինքն բարձրացել է եւ արդեն ինքը չի գործում, արդեն չի ծառայում մարդուն, կարելի ասել, եւ այս
սրա վերացման հետ մեկտեղ հիմնականում գալիս է նոր օրենք, էներգետիկ օրենք, որը կոչվում է համաարարում, այսինքն գալիս է դրվում է օրենք համաարարում սատվորչիստվա, այսինքն սա խոսում է այն մասին, որ եթե մենք խոսում ենք զոհի վիճակի մասին, զոհի վիբրացիաների մասին, ապա պետք է հասկանանք, որ զոհի վիբրացիաները վերանալով, նշանակում է, որ այն չի գործում։ Հիմա եկեք հիշենք, տեսնենք, թե ինչ ենք մենք հասկանում զոհի վիճակ ասելով, ինչքան ենք մենք զոհաբերել, ինչքան են մեր ծնողները մեզ զոհաբերել, ինչքան ենք զոհ գնացել, ինչքան ենք հիմա, մինչև հիմա մենք զոհ գնում։ Եվ ես ուզում եմ ձեզ մի քիչ տխրեցնել, որ դա ձեզ չի օգնի, դա մեզ չի ծառայի, որովհետև եթե մենք գտնվում ենք համաարարման վիբրացիայի վրա, ապա զոհի վիբրացիայի փոխարեն արդեն արժանապատվության վիբրացիան է։ Մենք գտնվում ենք այդ վիբրացիայի վրա, այսինքն եթե մի վիճակը փոխակերպում է մի վիճակով, նշանակում է վիբրացիայի բարձրացումը, մեր վարքի մեջ պետք է որոշակի փոփոխություններ առաջացնի։ Ինչպես հասկանալ այս փոփոխությունը, ինչպես պետք է սովորական մարդը հասկանա այս փոփոխության իրական իմաստը, իսկական իմաստը։ Եթե մենք վերացնում ենք զոհի վիբրացիան, սա նշանակում է, որ մենք համաարարման օրենքի հիման վրա, մենք ուղղակի հայելային արտացոլմամբ մենք փոխակերպում ենք այն վիճակը, այն որակը, այն մարդկանց վրա, ում համար մենք ժամանակին զոհաբերել ենք, ում համար մենք եղել ենք զոհի դերում։ Խոսենք շատ կարևոր հարաբերությունների մասին, որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի։ Մայր-երեխա փոխհարաբերությունները։ Եթե հիշում եք, ձկանդարաշրջանում մենք բոլորս գիտենք, թե ինչքան են մեր ծնողները մեզ զոհաբերել, ինչքան են իրենք ներդրել մեզ վրա, իրենցից կտրելով, իրենց կյանքի առողջության, իրենց իզաբիլիայի հաշվին տվել են ամեն ինչ իրենց երեխաներին։ Սա գործել է, որովհետև այդ ժամանակ այդ էներգիան բավականին մեծ տեղ է գրավել եւ էներգիան միշտ գործել է, դրա համար այդ զոհաբերությունները հասել են իրենց նպատակին։ Իսկ հիմա եթե պատկերացրեք, որ նույն ձևով մենք կատարենք այն մեր երեխաներին, հələ ես իմ մասին չեմ խոսում, ես ուզում եմ խոսեմ իմ երեխայի, իր երեխայի հետ ունեցած փոխհարաբերության մասին, ինչ որտեղ, շատ լավ է, որ մենք առաջադեմ ենք, որ մենք իրոք մենք ենք դրա պատրիոտը, ճատակովը, որ այո, եթե ես ուզում եմ իմ երեխան երջանիկ լինի, ես պետք է նոր օրենքներով առաջնորդվեմ, ոչ թե հին օրենքներով, այսինքն ես էլ չպիտի զոհաբերեմ։ Սա պետք է մենք էլ հասկանանք, մեր երեխաներն էլ հասկանան։ Եվ եթե մենք խոսենք այս հարաբերությունների մասին, ապա կարող ենք ասենք, բա ինչ ենք անելու մեր երեխայի համար, եթե չենք զոհաբերելու։ Եվ պարզվում է, որ ամենաարժանի եւ ամենաճիշտ, ամենագործող աշխատող տարբերակը դա ինքներս մեր արժանապատվությունն է։ Եվ մեր արժանապատվությունը մեր երեխաների հետ ունեցած փոխհարաբերություններում արտահայտվում է նրանով, որ մենք մեր երեխային տալիս ենք մեր վիճակը։ Այսօր ծնողը երեխային ինչ որ մի բան անելով, նա երեխային արտացոլում է իր վիճակը։ Ոչ թե մենք ենք այդպես անում, այլ երկրի վիբրացիաներն են այդպես աշխատում։ Այսինքն դե ուզում եք դուք զոհեք ինչքան ուզում եք, բայց դուք զոհում եք ձեր երեխային, ձեր երեխան չի ստանում ձեր զոհի արգասիքը, ձեր նյութական էկվիվալենտը, որ զոհել եք ձեր երեխային, ձեր երեխան ստանում է ձեր էմոցիոնալ վիճակը, ինչպիսին որ դուք կաք, դուք զոհում եք, այդ վիճակն եք տալիս ձեր երեխան էլ իր այդ վիճակն է փոխանցում իր երեխային, այսինքն զոհում եք, երեխան ստանում է զոհի վիճակ, այսինքն ձեր վիճակն եք տալիս, սա ես ուզում եմ, որ բոլորը շատ լավ հասկանաք դա, որ իմանաք, որ այն վիբրացիաները, որ առաջ աշխատել են, հենց այս օրինակի վրա, այդ վիբրացիան այսօր չի աշխատում, դրա համար ուզում եք ձեր երեխան երջանիկ լինի,
ինքներդ երջանիկ եղեք եւ հայելապես արտացոլեք ձեր երջանկությունը ձեր երեխային։ Ուզում եք ձեր երեխայի համար ինչ որ մի լավ բան անեք, հա, այդ լավ բանը դուք վայելեք եւ այդ ձեր վայելած իզաբիլնի վիճակը տվեք ձեր երեխային, Եզերքը կստեղծի բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր երեխան վայելի, որովհետև ինքը արդեն ձեզնից ստացել է էմոցիա, որովհետև դուք պրեդապլատա եք տվել դիեզերքին, որ ձեր երեխային տա այդ էմոցիան։ Հիմա հասկացաք, թե ինչպիսի ուժեղ կապ գոյություն ունի ձեր երեխայի մեջ կախված միայն ձեր էմոցիոնալ վիճակից։ Այս օրենքը գործում է եւ գործելու է երկար տարիներ։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորը շատ լավ հասկանաք այս օրենքի նշանակությունը եւ գործեք այս օրենքների հիման վրա։ Հաջորդ փոփոխությունը, որի մասին ես ուզում եմ խոսել, դա 2017 թվականի մարտի 10-ից եւ տևել է մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։ Սա կոչվում է իրողությունների հորիզոն։ Իրողությունների հորիզոնը խոսում է այն մասին, որ այստեղ տեղի են ունենում այս միջավայրում, տեղի են ունենում այնպիսի կարևոր իրողություններ, որոնք կատեգորիկ կերպով որոշելու են մեր ապագան։ Եթե հիշենք մենք արդեն 20 թվականի պանդեմիան, մենք կհասկանանք, թե այդ ինչ իրողություններ են եւ այդ փոփոխությունները ինչքան ծանր վիճակի մեջ գցեցին մեզ եւ հատկապես այն մարդկանց, ովքեր ավելի ցածր վիբրացիայով էին եւ շատերը չդիմացան։ Եվ այստեղ սա խոսում է այն մասին, որ տեղի է ունենում այս իրողությունների հորիզոնում տեղի է ունենում վերափոխում, կերպարանափոխում եւ այստեղ նշանակում է, որ պետք է ցածկ կատարել, պետք է միանգամից ցածկել, այսինքն կանգնում ենք հորիզոնի վրա եւ պետք է այդ հորիզոնից ուժեղ արագ կերպով ցածկ կատարենք, որպեսզի կարողանանք նոր վիբրացիաներին գնալ եւ կարողանանք հասնել նոր իրողության եւ այստեղ շատ է մեզ օգնում, շատ է օգնել ապնուլենյան այն վիճակն է, երբ որ մենք միանգամից արդեն մեզ զգացել ենք ընդհատակում, որտեղից ավելի հեշտ է ցածկ կատարելը եւ մենք այդտեղ փակվելով տանը, խորանալով մեր հիվանդության մեջ, խորանալով մեր կյանքի պայքարի մեջ, ինքներս մեզ հաշիվ ենք տվել։ Այն մարդը, ով իրեն հաշիվ է տվել, թե ինչու սա եկավ իմ մոտ, հատկապես իմ մոտ, եւ սա այն պահն էր, որ մենք պետք է նայենք ինքներս մեկ դեպի ներս, ինքներս դեպի մեզ, որ ինչի սա կատարվեց մեր մոտ, ինչի սա մեզ հետ կատարվեց, որն էր սրա կարևոր իմաստը եւ այստեղ էր կարևոր թե ինչ էր մեզանից պահանջվում, մենք ինչ պետք է կատարեինք, որպեսզի կարողանայինք անցնել այդ վիճակը բարեհարմար կերպով։ Սա ամենացավոտ մասն էր, ցավոտ անցման ցավոտ մասն էր, երբ որ մարդը շատ դժվարություններով անցավ, հիվանդություններով անցավ, մինչև հիմա տանջվում է այդ հիվանդություններով, բայց մեկ է, նա արդեն գտնվում է նոր ժամանակին եւ պետք է կամաց մտածի, որ գոյատևելու համար պետք է վիբրացիա, պետք է վիբրացիոն մակարդակ եւ առանց որի էլի հնարավոր չէ, որ մենք կարողանանք անցնենք առաջ։ Հիմա այս փոփոխությունների հետ կապված պետք է նշենք, որ ինչ է պահանջվում մեզնից, որպեսզի դա հասկանանք, հա։ Ուրեմն ինչ կատարվեց։ Մենք այստեղ մեծ պորտալներ բացվեցին, միասնականության գիտակցումը պետք է փրկի եւ այդ միասնականության գիտակցման շնորհիվ, այսինքն այստեղ ամենակարևոր գիտակցումն այն էր, որ մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս երկիր մոլորակի վրայի այն կենթանի գոյություններն ենք, որոնք բոլորս ենթարկվում ենք այդ օրենքներին։
ամբողջ երկրի մակարդակով, աշխարհի մակարդակով տեղի ունեցած այդ տոտալ փոփոխությունները մեզ ապացուցում են, որ մենք պետք է հասկանանք, որ մենք ինտեգրալ աշխարհի կարևոր մարդիկ ենք եւ բոլորիս միասնությունը, բոլորս ունենք այս պահին ունենք նույն նավակի վրա ենք, կարելի ասել, որ պետք է մենք կարողանանք միասնական ձևով, մենք միասնական անցում կատարենք եւ հասկանանք, որ այս փոփոխությունները բարեհարմար կերպով անցնելու համար տոտալ մակարդակում պետք է մեր միասնությունը։ Իսկ միասնության գաղափարը ո՞րն է։ Այդ գաղափարը հենց ինքներս մեզ նայելն է, ինքներս մեր մեջ փոփոխություններ ստեղծելն է։ Եվ այդ փոփոխությունների ստեղծումը պետք է հիմնականում առաջնորդվի վիբրացիայի փոփոխություններով։ Այսինքն մենք բոլորս պետք է հասկանանք, որ այնինչ կատարվում է տոտալ մակարդակում, բոլորի պատճառը մեր անձամբ մեր մեջ է։ Եվ այսօր, եթե այն ցածր վիբրացիայում լրված մարդիկ, ովքեր դեռևս զոհի վիբրացիայի մեջ են, ովքեր դեռևս գարդինիայի մեջ են, այն մարդիկ, ովքեր դեռևս նորից շարունակում են մեղադրել բոլորին, բացի իրենց, սա է խանգարում մեզ հռչակավոր անցումը, իրապես հռչակավոր անցումը իրականացնելու գործում, որովհետև տիեզերքը մեզ դա է ուզում ասել։ Տիեզերքը մեզ դա է ուզում հորդորել, որ ուզում եք միասնական լինեք, սկսեք ձեզնից։ Եվ այդ մեզնից սկսելը պետք է սկսվի մեր անձնական վիբրացիայի բարձրացումից։ Եթե մենք ներանձնանում ենք մեր մեջ, մենք միավորվում ենք տոտալ մակարդակով համայն մարդկության, համատեղ գործունեության ընդհանուր նպատակներին։ Բայց եթե մենք յուրաքանչյուրս մեր մեջ ենք, արդեն սկսում ենք մեր տիեզերքից։ Սկսում ենք մեր տիեզերքից։ Դա արդեն մեզ օգնում է արդեն այն պահը, հենց այն պահը, երբ որ արդեն հոգու ազատ դրսևորման իրավունքը տալիս է մեզ այն գաղափարը, որ մենք ինքներս ենք մեր կյանքի կերտողը, եւ եթե մենք կոչված ենք համաարարման գործընթացի որպես ակտիվ ներկայացուցիչներ, նշանակում է մենք կապ ունենք մաքուր գիտակցության արարչի հետ, որովհետև մենք արդեն սա տворчество համաարարում է, սա նշանակում է, որ մենք պետք է արարենք արարչի հետ, մենք արարչի հետ ենք, այսինքն կապը ինքներս մեր մեջ, արարչի հետ է եւ այդ կապը պետք է սկսենք մեր ներսից, ինչպես է ստեղծվում այդ կապը, այդ կապը ստեղծվում է մեր մեջ արարչական կայծի, էներգիայի տեսնելուց, զգալուց, նրա մեծացնելուց եւ այդ կապը արարչական տիրույթի հետ բացելուց, որովհետեւ արդեն սոկրալ տիրույթները մեզ համար բաց են։ Եվ սա խոսում է այն մասին, որ խորանում է մեր ներհայեցողությունը, ինտրոսպեկցիան, որը գնում է դեպի արարչական մաքուր գիտակցության մասնիկին, որ այդ մասնիկը արդեն մենք վերցնում ենք եւ հաղորդակցում ենք միասնական սկզբնական էներգիայի տիրույթի հետ։ Եվ այս անցումը մեզ տալիս է հոգևոր արժեք, սա հոգևորի անցում է, մեր ամբողջ այսօրվա գործունեությունը հոգևոր զարգացումն է, հոգևոր զարգացումը, ինչ ենք ասում նկատի ունենում, հոգևոր զարգացում ասելով, առաջին հերթին մենք նկատի ունենք նյութական եւ հոգևոր էներգիաների բալանսը, հոգևոր զարգացումը դուք մի պատկերացեք, որ պետք է սավառնենք վերին ասպեկտներում, արարչական տիրույթում, կամ պետք է իլյուզիաների մեջ լինենք, հա? Հոգևոր զարգացումը ամուր գետնի վրա կանգնած երկրային էներգիայի աջակցության ներքո կապ ստեղծելն է վերին տիրույթի հետ, արարչական տիրույթի հետ եւ արարչի իսկության համաձայն համաարարումը եւ սա մեր բոլորի իրավունքն է, սա մեր բոլորի համար է, այդ դրա համար մենք պետք է
անցնենք նոր, ինչ-որ նոր, նուրբ, վիբրացվող, լուսավոր ժամանակաշրջանի եւ կեցության։ Եվ ինչից է սկսվում սա։ Սա սկսվում է մեր ներսից, ներքին արարչական կայծի ստեղծումից, տեսնելուց եւ նրա հետ նոր տիպի փոխհարաբերություններ ստեղծելուց եւ պետք է անցնենք զարթոնք եւ գիտակցենք մեր իսկական նպատակները եւ պետք է հասկանանք ով ենք մենք ով ենք մենք հասկանալը համաարարչական մակարդակում նշանակում է մենք պետք է տեսնենք մեր իսկական եսը արարչի իսկությամբ, այսինքն ինչպիսին է մեզ ստեղծել արարիչը եւ այդ որն է այն իդեալական մեր եսի տարբերակը, որին մենք պետք է հասնենք։ Այստեղից է սկսվում դա, այսինքն ինքներս ճանաչենք մենք, ճանաչենք թե ինչի համար ենք մենք հայտնվել այստեղ, ինչի համար ենք մենք այս մարմնացման մեջ, ինչ խնդիրներ ունենք այս մարմնացման մեջ լուծելու եւ ինչպես պետք է բարեհարմար կերպով կատարենք մեր առաքելությունը եւ մեր բոլոր մարմնավորման պայմանագիրը իրականացնենք այս մարմնացման մեջ, որպեսզի հասնենք մեր էտալոնային եսին, հանուն որի ստեղծել է մեզ ստեղծել է արարիչը եւ սա է ամբողջ այն կարևոր պայմանը նոր ժամանակներում, որ մենք պետք է իմանանք եւ բոլոր ճանապարհները մեզ տանում են հոգեվոր զարգացման եւ այդ հոգեվոր զարգացման այդ ճանապարհը հենց սկսվում է մեր ընտրությունից եւ ժամանակն է որ բոլորս մենք հասկանանք, զարթնենք եւ իմանանք որ մեր լավագույն կյանքը արժևում է եւ որպեսզի մենք կարողանանք արժանի լինենք նոր վիբրացիաներին ոսկե դարին, պետք է սկսենք հենց մեզնից, պետք է սկսենք մեր վիբրացիաների բարձրացումից։ Վիբրացիաների բարձրացում ասելով նշանակում է մենք ապրում ենք ավելի լուսավոր էմոցիաներ, ավելի վառ էներգիաներ։ Մենք տանում ենք մենք ապրում ենք ավելի բարձր վիբրացիոն էմոցիաներ, որի ամենակարևոր իդեալը անվերապահ սիրո էներգիաներն են։ Իհարկե դրանից բարձր վիբրացիաներ կան, որոնք էլի տանում են դեպի վեհության, մինչև պրասվիտլենիայի պայծառացման, բայց մենք սովորական մարդկանց համար շատ կարևոր է անվերապահ սիրո էներգիան, որը մենք կարող ենք հետազոտել, տեսնել թե այդ որ էներգիան է, ինչքան բալային էներգիա է, ինչպես պետք է սկսենք, որ էներգիաներից պետք է սկսենք, դա մեր հաջորդ արդեն աշխատանքը կլինի վիբրացիաների հետ, երբ որ մենք միասին կսկսենք ուսումնասիրել Դեյվիդ Հոքինսի վիբրացիոն, էմոցիոնալ վիբրացիոն շկալան, շկալասոն գիտակցման շկալան, շկալա осознанности եւ որպեսզի մենք կարողանանք հասկանալ թե ինչպես պետք է ինչ ապրումներ պետք է մենք ունենալ կամ նույնիսկ կարող ենք որոշել թե մենք հիմա որ վիբրացիայում ենք, որ մակարդակում ենք եւ հենց այստեղ մենք պետք է հասկանանք, որ պետք է մաքրվենք, պետք է ազատվենք այդ խտացած, պնդացած, կոշտացած էներգիաներից, մաքրենք մեր այն սոսուդը, որը մեր մեջ արմատացած են, այդ բոլոր կարծրացած էներգիաներից ազատենք, որպեսզի նոր էներգիաների համար կարողանանք տեղ ունենալ, նոր էներգիաները կարողանանք ընդունել եւ որպեսզի այդ նոր մեր այս պրակտիկաները, այս բոլոր մեր ուսումնառությունները, այս բոլոր իդեաները, հա, մեզ համար չլինեն ուղղակի իլյուզիայի պես բան, որ եկանք, լսեցինք, գնացինք, իլյուզիայի մեջ մտնելով, որ հա, մենք սովորեցինք լույս, սեր եւ այլն, այս ամեն ինչը մենք պետք է մեր մարմնի վրա զգանք։ Մենք պետք է հասկանանք, իսկ սա շատ լուրջ գործ է, եւ եթե դուք լսում եք այսօր այս դասախոսությունը կամ ինչ-որ այս ինֆորմացիան, սա նշանակում է, որ դուք պետք է դա կարողանաք իրագործել։ Ես ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր իրողության մասին, որը կոչվում է գործելու օրենքը։
Գործելու օրենքը եւս նոր իրադրության մեջ փոխվել է եւ այստեղ եկել է միանգամից նույն հարթության վրա են մարդու որոշումները եւ նրանց կատարումը։ Եթե մարդը կարող է նպատակ դնել եւ որոշ ժամանակ հետո իր նպատակին հասնել, ապա հիմա օրենքը փոխվել է։ Մարդը պետք է դեկլարացիա անի եւ անցնի գործի։ Եթե դեկլարացիայից հետո գործի չանցնես, նշանակում է դու այդ դեկլարացիայի հիման վրա այլևս չես կարող քո որոշումը իրականացնել։ Ինչ է այդպես, որն է այդ օրենքի հիմնական էությունը։ Օրենքի էությունը հիմնականում նա է, որ հիմա այնքան է տիեզերքը բաց, այնքան ենք մենք լսելի, տեսանելի մեր վիբրացիաներով տիեզերքի համար, որ մենք ունենք ուղիղ կապ մեր մտքերի, մեր նպատակների, մեր երազների եւ մեր էմոցիաների հետ կապված մեզ հետ համագործակցում է տիեզերքը։ Բանը նրանում է, որ գոյություն ունի մեխանիզմ, երբ մենք որոշում ենք կայացնում, այդ որոշումը կայացնում ենք բարձր վիբրացիայի ազդեցության տակ եւ այդ որոշումը կայացնելուց հետո տիեզերքը միանգամից մեզ համար այդ որոշման համար առանձնացնում է էներգիա։ Այսինքն ինքը լիմիտ է տալիս մեզ, էներգիայի լիմիտ է տալիս։ Սա նշանակում է, որ մենք եթե որոշում ենք կայացնում, միանգամից պետք է գործի անցնենք, դնենք նպատակ։ Որոշում կայացեցինք, դնենք նպատակ եւ սկսենք գործել։ Եթե մենք որոշում ենք կատարում, այստեղ գործում է նաեւ խոսքի օրենքը։ Եթե խոսեցինք, եթե մենք բառերով արտահայտեցինք, տիեզերքը բաց է, միանգամից տիեզերքը լսեց։ Սա այստեղ շատ կարևոր է նաեւ խոսքի օրենքը, որ իմանանք թե ճիշտ խոսենք, լուրջ խոսենք, անկապ չխոսենք, խոստումներ չտանք, հա, եթե մենք անկապ խոստումներ ենք տալիս, դա կարմա է մեզ համար։ Մեր դարաշրջանում անկապ խոստումները կարմա է։ Պետք է հասկանանք դա։ Եվ եթե մենք ասում ենք, որ օրինակ ես վերջ այլևս չեմ ապրելու այս տան մեջ, ես հաջորդ տարի պետք է նոր բնակարան ունեմ։ Ասեցիք անցնում եք գործի։ Ինչ հիմա կասեք ոնց։ Ոնց ուզում եք, ինչքան հնարավոր է, առաջին հերթին նպատակ եք դնում։ Եվ երբ որ դուք դնում եք նպատակ, տիեզերքը ձեզ համար էներգիա է առանձնացնում։ Եթե դուք մի անգամ եք ասում չեք անում, երկրորդ անգամ եք ասում չեք անում, նորից դեկլարելով եք անում, նորից ոչ մի բան չեք անում, տիեզերքը արդեն դուք ծախսում եք տիեզերքի էներգիան, եւ տիեզերքը արդեն ձեզ համար էներգիա չի առանձնացնում։ Իմացեք, եթե նպատակ եք դնում, դրա համար արդեն ձեզ համար կա էներգիա, եւ այդ էներգիայի վերցնելու, օգտագործելու իրավունքը ձեզն է։ Սա էլ է շատ կարևոր, պետք է, եթե չեք կարող նպատակ, չպետք է դնել, չպետք է խոսել, միայն պետք է մտածել, թե որն է ձեզ համար ավելի առաջնային եւ բացի դրանից նպատակը դնելու, երազանքներին հասնելու հետ մեկտեղ ելի կա մի շատ կարևոր օրենք, որը կոչվում է պրեդապլատայի օրենքը։ Պրեդապլատայի օրենքը դա մանիֆեստացիայի մի ձև է, որը ելի տիեզերքը ձեզ աջակցում է այդ առումով։ Մի խոսքով ես ուզում եմ ասել, սիրելիներս, որ տիեզերքի հետ մենք արդեն ակտիվ համագործակցության մեջ ենք եւ այդ ակտիվ համագործակցությունը որոշ մարդկանց համար շատ լավ է, որոշ մարդկանց համար շատ վատ է։ Եթե մենք ճիշտ ենք համագործակցում, նշանակում է մենք տիրում ենք աշխարհին։ Եթե մենք մեր հոսանքին հակառակ ենք գնում, մեր հոգու ճանապարհից շեղվում ենք եւ չարաշահում ենք տիեզերական աջակցությունը, ապա այդ դեպքում մեզ համար դա վատ է։ Ահա այս կարևոր մոմենտը, որ ես ուզում եի դուք իմանայիք, որ իմանանք թե ինչ ենք անում։ Եվ ես շատ ուզում եմ կարևորել մի շատ կարևոր մոմենտ, որ ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք, պետք է ճանաչենք մեզ։ Պետք է գնանք մեր հոգուն համահունչ։ Պետք է կապ ստեղծենք տիեզերքի հետ։ Պետք է կապ ստեղծենք մեր տողմի հետ, նրանց աջակցությունը ստանալու հետ։ Շատ էլի անելիքներ ունենք,
որի հիման վրա տիեզերքը մեզ աջակցում է եւ հորդորում է եւ ասում է այն մասին, որ այս բոլոր էներգիաների հետ աշխատելը հիմա բոլորիս համար հասանելի է եւ մենք կարող ենք եւ մենք արժանի ենք դրան։